կերպարանափոխված հակի ձևով իր 10 արբանյակների հետ, տասնյակ արբանյակների հետ քաղաքական և բարոյական կրախ ապրեց, քաղաքական գործամոլության արդյունքում, անդրկուլիսյան և արդյունքում դարձավ իշխանության Արցախյան դիկինգների քաղաքական դինաստիայի սպասավորը և հանրապետական խունտայի աղախինը վերջացնել քաղաքական սուբյեկտների վերջացնել։ Ահա այս պարագայում մեր կուսակցությունը հանդես է գալիս հատուկ կոչ ուղերձով ազգին։ Կոչ ուղերձ ազգին հայոց ելնելով պատմական ու քաղաքական անհրաժեշտությունից ազդարարում ենք ազգային ճակատ նոր քաղաքական ալյանսի ձևավորման մասին, որպես քաղաքացիական հասարակության հիմքի վրա կուսակցականների և անկուսակցականների համազգային դաշինք։ Դաշինքի գերագույն խնդիրն է բացառելով ֆինանսական տոտալիտարիզմը, քաղաքական գործամոլությունը, ձերբազատվել կաղապարված խունտիստական կուսակցականության խեցեպատյանից ու տորիչելյան դատարկության աստիճանի հասնող գաղափարական հետամսությունից և համազգային կադրային բազայի վրա 2012 թվականին պարլամենտական ընտրություններում ձևավորել սկզբունքորեն նոր տիպի պարլամենտարիզմի ինստիտուտ, նոր տիպի պետական մեքենա, նոր ազգային ու նոր տնտեսական քաղաքականության, որը կարող է դառնալ հայ ժողովրդի կենսաբանական և ֆիզիկական անվտանգության երաշխավոր։ Սա ազգի պոտենցիալ կարողությունների ու բանականության դաշինքը է։ Առաջնորդությունը առաքյալների սկզբունքով։ Ազգի միասնությունը վեր է ամեն ինչից։ Ազգը վտանգված է։ Հայեր միաբանդ է։ Նույն տեքստը ռուսական։ Обращение к нациям. Исходя из исторической и политической необходимости, объявляю о создании Национального фронта как нового политического альянса, союза партийных и беспартийных на основе гражданского общества. Главная задача, минуя финансовый тоталитаризм и политический балаган, выход из партийного панциря и идеологического вакуума с использованием общенациональной кадровой базы на 2012 год формировать парламентский институт и государственную машину принципиально нового типа с новой национальной и экономической политикой как гарант биологической и физической безопасности нации.